Այս վերջին կարկուտն եկավ, սաղի դաշտը տարավ իմ մնաց։ Ես Աստծու տված եմ։ Աստված երբեք մենակ չի թողնում իրեն, ուժ է տալիս ապրելու ու աշխատելու, ասում է 75-ամյա Սուրիկ պապը։ Նստած տելևիզորի մոտ է, նայում էի, մեկ էլ տենամ հաղորդումա, մեծ արմավիրի դաշտերը լրիվ կարկուտը տարել է, վայ աման, մեր տունն ավրվավ, էլա հասակ բան, դաշտերը, որ դաշտներում եմ, համել տարբեր տեղեր դաշտեր ունեմ, Հայկավան, արմավիր, վերջը, այ մարդ տենամ, կռուգում բեգում տարել է, իմ դաշտին չի տարել։ Չնայած առողջական լուրջ խնդիրներին արմավիրցի այգետերը չի կարողանում կտրվել հողից։ Վերջերս են բժիշկներն անդամահատել ոտքի մատները, կոշիկ հագնել չի կարող, բայց գտել է դաշտ գալու տարբերակը։ Ծառի բերքը հասել իրեն է սպասում, ինչպես ամբողջ տարվա չարչարանքը ջուրը գցի։ Շատ բարձր դիաբետ ունեմ։ Բայց շարունակում եք աշխատել, որ ապրեք։ Ես չեմ կարա չաշխատեմ։ Ես որ մի շաբաթ չաշխատեմ, տնեցիքը վարի են։ Ստիպված ցենց եմ գալի աշխատեմ, ինչ անեմ։ Ճիշտ է, կարկուտը չի հասցրել վնասել այգին, բայց գարնան անդադար անձրևներից բերքն ամբողջովին որակազրկվել է։ Շուկայում իրացման խնդիր է առաջացել, գինն էլ էժանացել։ Նայեք, ոչ պիտանի։ Դրա համար էլ գին չունի։ Շուկա որ տանում ենք, հուշտ են ելեմ ժողովուրդը։ Ուզում ես 5000 ասա, եթե լավն է առնում եմ։ Սուրիկ պապն ապրում է հողի հետ, պայքարում հողից լավ բերք ստանալու համար։ Այս տարի կեռասի բերքը չի արդարացրել սպասումները։ 3 հեկտար այգուց 2 տոննայի փոխարեն մի քանի 100 կիլոգրամ բերք կհավաքի։ Անձրևը ցխե տարե ոնց նայում ես գինել չունի բազարին։ 500 դրամ, 400 դրամ, 1000 դրամով ֆուրը տանում էր։ Ես չեմ անում, թե այս տարի ինչ ա եղել, համ չկա, համ էլ չի ծախվում։ Մարդկանց դեռ փող չկա էլի։ Արմավիրում հիմնականում ծիրանի, կեռասի եւ սալորի այգիներ են, բերքահավաքը կեռասից է սկսվում։ Կարողանից եկել ենք հավաքում ենք, արդեն 2 բեդրու ենք հավը 4 ծարտ մաքրվել։ Մարսես հաշվա, որ 4 ծարտ հավաքի մի ժամվա մեջ, ինչ բերք պետք է լինի։ Էտա դժգոհենք, չդժգոհենք, հետա մեր եկամուտը, աշխատանքը։ Գյուղացու ճակատագիրը միայն իրենն է, հետաքրքրվողներ չկան, ասում է այգետեր Արամայիս Գաբրիելյանը, բայց չի դժգոհում։ Առանց հողի ապրել չեն կարող, գյուղացին կապված է հողի հետ, ինչպես արմատը ծառից։ Կարկուտ այսքան չվնասեց, ինչ որ ցուրտ արեց, թե մի անձրևնի բանով փոշոտում չկատարվավ, թե ինչ կատարվավ, չենք իմանում։ Ինքը բերքը լիարժեք բռնեց, բայց ծերերը կարմրավ ու թափավ։ Ու ինչ որ մնացի այդ կարմրը բացում հողի մեջ ենք, մշակում ենք, աշունը որ արցունքի հասնենք, փաստով չկա։ Իմ պատկերացումով ես մի վարկերը պետք է վերավարկամ, եթե արին, չէ՞ պետք է վարկ վեկալեմ, որ համ իմ գոյություն պահեմ, համ էլ որ կարողանամ գալող տարվա մի բան նախատեսեմ հողերի վերանորից։ Եթե բնությունը բարի գտնվի, ապա գյուղացին կապրի փառքի մեջ, սակայն գրեթե ամեն տարի կարկուտն ու անձրևները ջնջում են գյուղացիների սպասելիքները։ Հողից կարճած լինելը գյուղացու առաքելությունն է, սա է նրանց բնությանը տված լուր երդումը։ Հասմիկ Ֆարադյան, Բեն Անտոնյան, Արմալուր։